Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունն արագ փոխվում է։ Ուկրաինայի պատերազմը, Մերձավոր Արևելքի անկայունությունը եւ Միացյալ Նահանգների հնարավոր ռազմական վերադասավորումները ՆԱՏՕ-ին ստիպում են վերանայել դաշինքի ներսում ուժերի հավասարակշռությունը։ Այս նոր իրողությունների պայմաններում Թուրքիան արդեն պարզապես դաշնակից չէ։ Այն աստիճանաբար վերածվում է այն պետության, որի հետ Եվրոպան ստիպված է ոչ միայն գործակցել, այլև ավելի խորացնել կախվածությունը։ Ռազմարդյունաբերության արագ զարգացումը, եվրոպական շուկաներ ներթափանցող թուրքական սպառազինությունը եւ Անկարայի աճող քաղաքական ազդեցությունը ձևավորում են նոր աշխարհաքաղաքական միջավայր։ Միացյալ Նահանգները փորձում է պատժելով ՆԱՏՕ-ին կամ շանտաժի լեզվով խոսալով իր զորքերը հանի, որը արդեն Գերմանիայից ոնց որ հանվում եւ դեպի Լեհաստան է գնալու, բնականաբար Թուրքիան լինելու է Եվրոպայի եւ ասենք ՆԱՏՕ-ի արևելյան եւ հարավ-արևելյան ճակատի կարևորագույն անդամը։ Փորձագետի գնահատմամբ Անկարան ոչ միայն օգտվում է ստեղծված իրավիճակից, այլև այն վերածում է ռազմավարական լծակի արևմուտքից նոր սպառազինություն եւ բարձր տեխնոլոգիաներ կորզելու համար։ Մենք կարող ենք տեսնել տենդենսը վերջի 10 տարվա ընթացքում, երբ 10 տարի առաջ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական ՆԱՏՕ-ի մյուս անդամները մերժում էին Թուրքիային, անգամ մերժում էին Էրդողանի առաջարկը, որը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում պիտի անցկացվեր։ Այսօր մենք տեսնում ենք արդեն ամսի 7-ին 8-ին գագաթնաժողով արդեն տեղի ունենալու Թուրքիայում, որտեղ Թուրքիան դա օգտագործելու է իր կարիքները կորզելու Միացյալ Նահանգներից։ Միաժամանակ Եվրոպան աստիճանաբար ավելի մեծ չափով է ներգրավում թուրքական ռազմարդյունաբերության ազդեցության ոլորտում։ Անօդաչու թռչող սարքերը, հրետանային զինամթերքը եւ համատեղ արտադրական ծրագրերն արդեն դարձել են համագործակցության առանցքային ուղղություններից մեկը։ Ֆոն դեր Լայենը Բաքվում նաև հայտարարեց, որ Ադրբեջանի համար ամենակարևոր գործընկերն է, որտեղ Ադրբեջանը կապում է այն բոլոր երթուղիները, որը Եվրոպային հասցնում է մինչև Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի սահմաններ։ Վերլուծաբանի գնահատմամբ այս պայմաններում Հայաստանը չի կարող ապավինել արտաքին ուժերի զսպման գործոնին։ Ավելի կարևոր է դառնում արտաքին քաղաքական ճկունության բարձրացումը եւ տարբեր տարածաշրջանային ուժային կենտրոնների հետ բազմավեկտոր համագործակցության ձևավորումը։ Այս իրավիճակում առաջնային պետք է լինի ոչ թե սպասողական, այլ նախաձեռնող քաղաքականությունը ուղղված երկրի երկարաժամկետ անվտանգության ապահովմանը։ Աշխարհագրությամբ նստած ենք այս բոլոր ուժերի կենտրոնում եւ մենք նաեւ պիտի օգտագործենք այդ խաչմերուկ լինելու փաստը, համարենք դա որպես գլոբալ դարպաս եւ կարողանանք համագործակցենք օրինակի համար հենց եվրոպական ուժերի հետ։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ Թուրքիայի աճող դերակատարությունը ՆԱՏՕ-ում պատահական զարգացում չէ, այլ տասնամյակների ընթացքում ձևավորված ռազմավարության շարունակությունը, որը սկիզբ է առել դեռ 1952 թվականին երկրի դաշինքին անդամակցելուց հետո։ Նրա խոսքով այդ ժամանակից ի վեր Թուրքիան աստիճանաբար դարձել է արևմուտքի հիմնական հենակետերից մեկը Մերձավոր Արևելքում, իսկ Եվրոպայի անվտանգության նոր համակարգի ձևավորման պայմաններում այդ նշանակությունն ավելի է մեծանում։ Երբ որ Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ 1952 թվականին, հայկական պահանջատիրության բոլոր երազանքները, հողային պահանջատիրության, ըստ էության շատ խորը առումով փակվեցին, որովհետև այն տարածքները, որի նկատմամբ հայերը ունեն երազանք եւ որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի բան նույնիսկ ակտիվացել էր Կարսի ու Արդարանի հետ վերադարձի հարցը, աստորեն լեովին փոխվեց, որովհետեւ այդ տարածքները Կարսը եւ մյուս հայկական տարածքները դարձան ՆԱՏՕ-ի տարածքներ։ Այս համատեքստում Մելքոնյանը նշում է, որ Հայաստանը գտնվում է երկու ռազմաքաղաքական համակարգերի՝ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի ազդեցության սահմանագծին, ինչը պահանջում է առավել հստակ արտաքին քաղաքական դիրքավորում։ Նրա համոզմամբ այս պայմաններում անորոշությունը կարող է վերածվել անվտանգության լրացուցիչ ռիսկի։ Մեր անմիջական սահմանին Թուրքիայի ել ավելի ուժեղացումը, այսինքն այդ ռազմաքաղաքական բլոկի էլ ավելի ուժեղացումը պետք է ստիպի Հայաստանին շատ ավելի հստակ քայլեր անել, այսինքն իր անվտանգային հովանոցի հետ կապված իր կողմնորոշումները ի վերջո հստակեցնել։ Փորձագետների գնահատմամբ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ազդեցության աճը փոխում է ոչ միայն դաշինքի ներսում ուժերի հարաբերակցությունը, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգային միջավայրը։ Այս նոր իրողությունների պայմաններում Հայաստանը կանգնած է ավելի բարդ եւ բազմաշերտ աշխարհաքաղաքական մարտահրավերների առջեւ։